Լույսը դեռ չի բացվել, վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ մայր տաճարում սկսվել է արևակալի ժամերկությունը, ամենահուզականը մեր ժամերկություններից։ Կատարվում է մեծ պահքի շրջանում, այսօրվանից սկսած ամեն չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Արևակալի ժամերկության ընթացքում ընջող շարականները նվիրված են լույսին, արևին, արևածագին, Քրիստոսին որպես ճանապարհ, կյանք և լույս, և խորհրդանշում են Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարության իրողությունը։ Ամեն անգամ, երբ որ այս շարականները երգվում ու կնդրվում են, իսկապես մարդու հոգին մի տեսակ պարուրվում է թովչանքով, զմայլանքով, ուրախությամբ, ի վերջո լույսի տված ուրախությունը յուրաքանչյուր ոք զգում է, երբ որ առավոտյան արթնանում է և տեսնում է լույսը բացվում է։ Ինչու արևակալ։ Հոգևորականներն ասում են, որ Սուրբ գրքում Փրկչի մասին խոսվում է որպես արեգակի, որ Աստված այց պիտի անի իր ժողովրդին և արեգակը պիտի ծագի։ Արևածագին էր նաև, որ յուղաբեր կանայք Տիրոջ գերեզմանին այցի գնացին և հրեշտակը հայտնեց, որ նա հարություն է առել։ Հարության իրողությունը մարդու կյանքը լուսավորող առանցքային իրողություններից մեկն է, և շարականների մեջ Աստծուն խնդրում ենք, որ արեգակի ծագելուն պես մեր հոգու մեջ ծագեցնի հոգևոր լույսը, որը նույնչափ կարևոր է, որչափ արևի լույսը։ Քանի որ մեծ պահքը հոգևոր ճանապարհորդություն է դեպի սուրբ զատիկ, դեպի հարություն, դեպի մեր քրիստոնեական հաղթանակ, հետևապես արևակալով մենք նայում ենք առաջ դեպի արշալույս, դեպի հորիզոն, որ շուտով պիտի զատիկը գա, սուրբ զատիկը գա, սուրբ հարությունը տեղի ունենա և մեր կյանքը պարուրի հարության, լույսով և հավատով։ Օրհնյալ Գեղեցիկ Շնորհացու փոխվին, երթայքի խաղաղություն և Տեր Հիսուս եղեցին ձեզ ընդհանրեսյան, ամեն։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։